Չեք պարում, բայց երգում եք։ Երգում եմ, հա չէ։ Բայց պարից հրաժարվեցիք։ Պարելու արդեն այդքան ունակ չեմ, երբեմն ուզում եմ տարտազամ ժողովրդի հետ։ Այդ ինչ լավ բառ ասացիք, տրտզամ, այսինքն հետները պարեմ։ Առողջական է, տարիքը ինչպես եք զգում։ Ես անբնական վթարի ենթարկվեցի 17 թվականին ոտքերի կոդրվածներ ունեմ եւ այդ ցավերի ազդեցանտակ էլ շաքար ձեռք բերեցի։ Այդ Ինչի կարիք ունի այսօր մեր երկրում վաստակ ունեցող տարիքով մարդը, վաստակաշատ մարդը, ամենաշատ ինչ է հարկավոր։ Ժամանակ է պետք։ Ժամանակը մտել է, ժամանակը չի հերիքում, օրինակ ինձ հիմա ժամանակը նույն է ժամանակը, ես գիտեմ, որ օր այստեղ արեգակը ծագում է, այնտեղ պետք է մայր մտնի եւ այլն նույն է, բայց ժամանակը չի հերիքում։ Հետո մարդկանց զբաղվածությունը մարդիկ երբեմն շատ են իրենց թույլ տալիս զբաղվել այն ինչ են ասում որոբայնային հաճույքներով։ Հետո դժվարացել է ժողովրդի վիճակը, դժվարացել է, պետք է մեր ժողովրդի մեջ այնպիսի դիրք կա, այնպիսի ընտունակություն կա, որ պետք է պայմաններ ստեղծել այդ բոլորը վերհանելու համար։ Հոգուսով է եկել, ոգուսով է եկել։ Հոգուսով եւ այդ անպայման ճիշտ է եւ ես որ դու կզգաք հոգուսով, կզգաք դա ճիշտ արտահայտություն է, հոգուսով է եւ երիտասարդների հետ ասենք մտերիմ որ խոսում ես դժգոհում են չգիտես ինչից չբավարարելուց, բայց ուղղակի պետք է մի տեսակ շուռ գա, մոտեցումը փոխել, պետք է մարդիկ իմանան իրենց, պետք է շատ պոեզիա մեծերին կարդան իմանան, սայան ասում է, հոգուտ հետ զրույց արա մի քիչ դու քնելուց առաջ, երկնքի հոնքին նայիր աղունդ ֆռելուց առաջ, մի քիչ դու քեզ ծառը զգա կացինդ ծրելուց առաջ, քուչակի սիրտ ունեցիր հայրեններ գրելուց առաջ, դա եմ ուզում, դա մարդիկ մեղք են, շատ մեղք են մարդիկ, իսկապես մեղք են, որովհետև հիմա ամեն մեկը կբել են այդ հեռախոսներից, բայց կարդալը մեծ արվեստ է, կարդալուց մեծ արվեստ չկա, կարդալը պոեզիա, ուսումնաս դրանից մեծ արվեստ գոյություն չունի, հիմա չկա, մարդիկ ես նայում եմ դպրոցական գրքերը Ռաֆու, ասենք Սամվելը մնացել է այսքան, չգիտես դա Սամվելը, Վարդան Կդեմիրճյանի այսքան, ինչ են անում, երբ պետք է կպել են հեռախոսներին, արդեն ասացիք։ Ախար, մեկ էլ տեսար մի բանի ժամանակ, թեպ տեղում են, իմանան դա չի ուղեղի զորդ ուղեղի զորդ։ Շատ ճիշտ բան եք ասում։ Դուք տարիքի մասին մենակ հարցը չասեցիք, տարիքը ոնց եք զգում ձեզ։ Դուք ոգով ետասարդ եք, թե ֆիզիկականը խեղճացրել է։ Ես չեմ զգում, որ ես այս տարիքին եմ։ Քանի տարեկան եք։ Քանի տարեկան եք։ 86 տարեկան եմ, 7-ի մեջ եմ մտել ես չեմ զգում այդ բոլորը։ Ես ոնց որ չի բավարարում։ 40-20, քանի տարեկան եք զգում։ Քանի տարեկան եք զգում, 40-20։ Չէ, ոչ էլ, ես ինչքան կամ այդպես, բայց ոգին պահպանել է պետք, ոգին։ Ափսոսում եմ, որ այսպես ֆիզիկապես ես հող ու ջրի մարդ եմ, այգի եմ ստեղծել, ծառ ու ճղի սիրահարված եմ բանի, բայց հիմա տղաս է անում մի քիչ դժգոհելով բան, ես հնարավորություն ունենայի իմ ծառերի հետ նորից զրուցեի։ Հայացքով եք ուղեկցում, ոչինչ։ Առողջ եղեք, շնորհակալ եմ շատ, որ եկաք ու զրույց ունեցանք։
Գլգլալեն ջուրն իջնում մաշու սարերեն Գլգլալեն ջուրն իջնում մաշու սարերեն Ճիտերները ծիվ եկան գարնան գալը երկել են Ճիտերները ծիվ եկան գարնան գալը երկել են Գարուն չկա հայ համար ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն Գարուն չկա հայ համար ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն Գերեզմանս հողին հապսար թող փուժբուսնի իմ վրեն Գերեզմանս հողին հապսար թող փուժբուսնի իմ վրեն Հիմա միջև վերջ որ ասեմ Բայց շատ տխուր է Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողի տակ Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողին տակ ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ Այս վերջի բառերը եղբայրս էր շատ միանում, շատ էր սիրում Պատկերացնում եք Իսահակյանը այդքան խորն էր ապրել հիմա կհամեմատեն ինչպես Բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես Բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես Զենքը ձեռին հպարտ կանգնած հայեր լեռներ իրար պես Զենքը ձեռին հպարտ կայնած հայեր լեռներ իրար պես Ախ այն օրը արիծվա գարնան գալը նոր կանչե Ախ այն օրը արիծվա գարնան գալը նոր կանչե Հայոց Կարնան, որ բյուրարև, սիրտս խորեն ղողանջե Հայոց գարնան, որ բյուրարև, սիրտս խորեն ղողանջե Հրաշալի է, կարևորը իմաստը վերջում պոզիտիվ էր գոնե Մարդիկ գնահատել են, տեսեք ցրոնքի կռվում նահատակվել է Գուրգենը, Իսահակյանի նման մեծությունը ինչ է ձոնել իր վրա,